պետք է ստեղծել նշանակալից միավորում, կփոխի մթնոլորտը։ Պոտենցիալ մեծ էլեկտորատ ունենք, խելամիտ ուղի։ Հայաստանը կարող է հայտնվել թիրախում։ Խոսեցինք, թե ինչ ընդհանուր մարտահրավերներ ունենք եւ ինչ կարելի է անել։ Կռիվը պետք է, ու մենք գնալու ենք։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այստեղ եք, պարոն Զուրաբյան։ Ես էլ եմ շատ ուրախ։ Պարոն Զուրաբյան, դուք ասում եք, որ ունեք առաջարկ խաղաղ հեղափոխության։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ ընտրություններից առաջ պետք է լինի համազգային համախմբում, որը նախ գետնի վրա կփոխի իրավիճակ եւ մթնոլորտ, եւ ընտրությունը ընդհանրապես կլինի գործիքակազմ, տեխնիկական հարթակ ֆիքսելու, արձանագրելու գետնի վրայի իրողությունը։ Հետաքրքիր է, որ հանրապետական կուսակցությունը օրինակ հայտարարություն տարածեց, որով առաջարկում է վերկուսակցական միախմբում, համախմբում իմպիչմենտի գործընթացի շուրջը, նշելով, որ հիմա է միասնության եւ վճռական գործողությունների ժամանակը։ Պարոն Զուրաբյան, կա տարբերություն ձեր մոտեցումների միջև։ Դե խոսքը գնում է թե ընտրություններին ինչպես են գնում, որովհետև այդ նույն իմպիչմենտի կամ չգիտեմ փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու փորձերը կարծես որևէ արդյունք չտվեցին։ Այդ առումով ընտրությունները ունեն հսկայական մոբիլիզացիոն, էլեկտրականացնող, մթնոլորտը երկրում ակտիվացնող, փոխող լիցք եւ հնարավորություն, պոտենցիալ, ներուժ։ Դա նաև ինչի է դա կապված։ Պետք է հասկանանք, որ ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանում բնակչության բավականին մեծ մասը ապրում է լրիվ ապաքաղաքական վիճակում։ Շատերը չեն էլ հետաքրքվում քաղաքականությամբ, զբաղված են իրենց կենցաղային, աշխատանքային գործերով, չեն հետաքրքվում։ Բայց երբ որ գալիս է ընտրության պահը, անգամ այն մարդիկ, որ հիմա այսօր ասում են մենք չենք մեզ չի հետաքրքվում, սա նույնն են, չենք էլ գնա քվեարկի, չենք էլ հասկանում ում օգտին քվեարկենք եւ այլն, այդ նույն մարդիկ գնալով զգալու են այդ բեռը, որ իրենք պետք է ընդունեն պատասխանատու որոշում, որտեղ իրանցից այնուամենայնիվ ինչ որ բան կախված է։ Ոնց են զգալու այդ բեռը, սա կարևոր ասեմ ոնց քարոզչական այս մթնոլորտը փոխելու է, կամաց մարդիկ ներքաշվելու են, սկզբից ամենաակտիվները, հետո ավելի պակաս ակտիվները ապահովելու եք։ Դա մենակ մենք չենք անելու։ Բոլոր քաղաքական ուժերը, որոնք ինչ որ մտնում են այս մրցույթի մեջ, նրանք իրանցից անկախ միգուցե փոխելու են մթնոլորտը երկում, էլեկտրիզացնելու են վիճակը։ Այսինքն դա լինելու է, sense թե նենց դա լինելու։ Այսինքն ընտրությունները ինքը դառնում է իրականում խաղաղ հեղափոխության գործիք, եթե ճիշտ վարվես այդ ընտրությունների հետ։ Ստեղ իհարկե կա երկու ճանապարհ, ես դրա մասին խոսել եմ, կարող են գնալ ընտրական տեխնոլոգիաների ճանապարհով, այսինքն ամեն մի ուժ փորձում է իր հնարավորությունները, բայց ինչը պակաս արդյունավետ է համարում, ճիշտ է։ Հա, իր մարքեթինգային հնարավորությունները, իր ռեսուրսները, իր ընտրազանգվածը սպეციფიկ օգտագործելով գնում է ինչ որ ձեռներ հավաքելու եւ ոնց որ հեղափոխությունը թողում է կամ իշխանափոխությունը թողում է երկրորդ этаպին, երբ որ արդեն պարլամենտում ներկայացված ուժերը ինչ որ կոալիցիաներ կկազմեն։ Ինչպես 2021-ին։ Ну, ասենք 21-ին այդ ստրատեգիայով գնացին, այո, որովհետև հեղափոխական ստրատեգիան, եթե հիշում եք, առաջարկել էր առաջին նախագահը, որ բոլորով միանանք, գնանք Դե դա չընդունեցին, հետո գնացին ընտրության, հետո որոշեցին, որ կարող են պարլամենտում հայտնվել եւ իրենց օրակարգը լինի իշխանափոխությունը եւ անեն իշխանափոխություն, մինչեւ այս պահը չեն արել իշխանափոխություն։ Դե դա եմ ասում, այսինքն գնացին ընտրական տեխնոլոգիաների ճանապարհով։ Ես չեմ ասում, որ ընտրական տեխնոլոգիաների ճանապարհը միշտ բանա դատապարտված է անհաջողության։ Չէ, այդպեսի բան չկա։ Կարելի է նաև ինչ որ մթնոլորտի մի վիճակում նաև այդ ճանապարհով փոխել իշխանությունը, բայց ես դա համարում եմ պակաս արդյունավետ ճանապարհ, քան իսկական մեծ համախմբումը
ամբողջ ընդդիմության կամ ընդդիմության գոնե նշանակալից մասի, ամբողջ ընդդիմությանը երբեք էլ չես կարող միավորել ու պետք էլ չի։ Պետք է ստեղծել նշանակալից միավորում։ Ռեսուրսների միավորում, չէ՞ առաջին հերթին։ Երբ որ ժողովուրդը հասկանում է, որ սա չէ մեկ անձի բան չի, մի կուսակցության կամ մի ուժի կամ մի ֆինանսական խմբի շահերը հետապնդող բան չի, սա համաժողովրդական մի հատ տես միավորում է, որտեղ շատ ուժեր ամեն մեկը սահմանափակել է իր բանը, ախորժակները հանուն ընդհանուր նպատակի։ Այսա մի բան է, որ կփոխի մթնոլորտը։ Հիմա մենք երկու ճանապարհներ պատրաստ ենք։ Այնպես չի, մենք մեր էլեկտորատին, որ մենք ունենք, այսպես ասենք, հա, կամ ցանկացած ուժի, ու իր կոշտ էլեկտորատը, որը միշտ իր հետ է, տասնյակ տարիներ շարունակ, որը կարելի է գնահատել մոտավորապես մեր դեպքում մոտ 1.5-2% բան ընտրազանգված, բայց ցանկացած ուժ ունի նաև պոտենցիալ ընտրազանգված, որովհետև կան մարդիկ, որոնք կոշտ էլեկտորատներից դուրս են, իրենք ամեն անգամ կարող են տարբերակվող որոշում կայացնեն, մի օր էս ուժին են քվեարկում, որովհետև տեսան ինչ որ իրանց համար համակրելի լիդեր կամ տեսան համակրելի ծրագիր, մի օր այլ ուժի օգտին են քվեարկում։ Հիմա այդ ես համարում ենք պոտենցիալ մեծ էլեկտորատ ունենք, որովհետև մենք հիմա նորացված թիմով ենք մտնում խաղի մեջ, մենք ունենք բավականին լուրջ ծրագիր, ասենք այդ խաղաղության ապահովման BRICS ծրագիրը, որի մեխը կազմում է Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցման վերաբերյալ մեր առաջարկը կոնսորցիումի, միջազգային կոնսորցիումի ստեղծման տրամաբանությամբ, որը մեր կարծիքով միակ որոշումն է, որ կապահովի, միակ հնարավորությունն է, որը կապահովի Հայաստանի համար կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատումը։ Այդ ծրագիրը, մեր այլ կետերից մեկը դա որը մենք շատ շուտով կներկայացնենք, իդեպ մենք 19 թվից ներկայացրել ենք, բայց շատերը այդքան ուշադիր չեն մտնում դրա մեջ, հիմա ավելի նորացված կներկայացնենք, դա տեխնո հեղափոխության կամ տեխնո ճեղքման ծրագիրն է Հայաստանի, որտեղ մենք իսկապես հավատում ենք, որ որևէ երկիր չի կարող հասնի տնտեսական զարգացման, լուրջ տնտեսական զարգացման, եթե ինքը չի գտնվում տեխնոլոգիաների զարգացման առաջավոր ճակատի վրա։ Այդ ճակատում պիտի լինես, դու պիտի ինչ որ խորշային, այսպես նիշ, ասում են technologies, նիշովի տեխնոլոգիա, այսինքն այն տեխնոլոգիաներն են, որոնք, ասենք, գիտեք, տեխնոլոգիաների ճակատը շատ մեծ է։ Երկրները կարող են գտնել այդ ճակատում իրենց հատվածները, որտեղ միայն իրանք են ուժեղ, բոլորից առաջ։ Հայաստանը կարող է այդ եւ պարտավոր է այդ ճանապարհով գնալ, ու սա այո կբերի ճեղքման, տեխնոլոգիական ճեղքման, կարող են կոչել հեղափոխություն, ճեղքում մենք, չգիտեմ, այս պահին կօգտագործեմ տեխնո հեղափոխության, հայկական տեխնո հեղափոխության ծրագիրը, որը մենք շատ շուտով ոդքասթով կներկայացնենք, հետո էլ արդեն տեքստային միջոցով, եւ երրորդ գլխավոր կետը դա մեր քաղաքական համակարգի առողջացումն է, այս անձնիշխանության վերացումը, որովհետև մենք ոչ միայն ունենք մի հատ անձ, որը ուզում է իր շուրջ ստեղծի անձնական կուլտի մի հատ ռեժիմ, ինքը նաև ունի ձեռնտակ սահմանադրություն, որը ամբողջությամբ ապահովում է այդ իր նկրտումները եւ այն հիմա մենք չունենք ինստիտուցիոնալ արգելք անձնիշխանության դեմ, դա էլ մեր երրորդ ոնց որ մեծ բլոկն է, որը կապված է նրա հետ, որ մենք առաջարկում ենք Հայաստանը վերադարձնել 1991 թվականին համազգային կոնսենսուսով միակ ժամանակն է եղել, երբ որ եղել է այդ համազգային կոնսենսուսը, երբ որ մենք հաստատեցինք կիսանախագահական կառավարման մոդելը, նախագահի մասին օրենք ընդունելու միջոցով, եւ այդ մոդելում արդեն մենք կունենանք
բավականին լուրջ sense ասեմ պատասխանատվության բաժանում, ասենք նախագահի եւ կառավարության, վարչապետի այդ բլոկերի միջև, բայց մենք նաեւ պլանավորում ենք այդ համանական մոդելում այնպես անել, որ ամբողջ դատական համակարգը, քննչական համակարգը, ընդհանրապես իրավապահ համակարգը նկատի չունենք իհարկե ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն եւ այլն, բայց նկատի ունենք այն բանը արդարադատության համակարգը ամբողջությամբ պետք է հանվի գործադերի իշխանության վերահսկողության տակից։ WhatsApp-ով նամակներ չստանան։ WhatsApp-ով նամակներ չեն էլ կարողանա ստանալ, որովհետեւ այդ նամակները ոչ մի նշանակություն չեն ունենա։ Այդ համաձայն այն նոր մոդելի, որ մենք առաջարկում ենք։ Այս ծրագիրը հիմա ժողովրդին պետք չի, պետք է Հայաստանի զարգացման համար պետք չի, պետք է Այդ հարցն էի ուզում տալ, պարոն Զուրաբյան, այս ամբողջ ընթացքում մշտապես ընդդիմությանը թե խորհրդարանական, թե խորհրդարանից դուրս մեղադրել են այդպես էլ այլընտրանքային ծրագիր չձևակերպելու, այլընտրանքային առաջարկ չձևակերպելու մեջ։ Դուք համարում եք, որ այն, ինչ ներկայացնում եք, հենց այն այլընտրանքն է, որը պետք է հանրության, այսինքն դուք շոշափել եք զարկերակը սոցհարցումներով, պատկերը ձեզ համար պարզ է, թե ինչ է պետք առաջարկել մեր հայրենակիցներին։ Չէ, դուք ասում եք արդյոք այդ պոպուլյար է մեր այլընտրանքային ծրագիրը, թե չէ։ Հիմա գիտեք ինչ, մեր ծրագրի մեջ կան նաև մի քիչ բարդ բաներ։ Օրինակի համար այդ երկաթուղու նշանակությունը պետք է բացատրվի։ Այնպես չի, որ ցանկացած շարքային քաղաքացի ծնվել ու ապրել է այն գաղափարով, որ ասենք Հայաստանին տնտեսական զարգացման համար պետք է ասենք հաղթահարել այն հանգամանքը, որ մենք ծովերից կտրված ցամաքային երկիր ենք։ Այդ բոլոր այդ անգլերեն հատուկ տերմին կա landlocked country, այսինքն բոլոր նման ցամաքային երկրները ունեն խնդիրներ զարգացման, որովհետև ի վերջո բեռնա փոխադրման գլխավոր էժան միջավայրը դա ծովն է, եւ եթե դու չունես նավահանգիստ, որը ծովի հետ է կապված, դու արդեն ընկնում ես բոլոր երկրների հետ համեմատած ավելի վատ վիճակի մեջ տնտեսական զարգացման առումով։ Հիմա կան երկրներ, որոնք այդ հարցը լուծում են, ցամաքային երկրներ, բայց իրանք ունեն մեծ գետեր, ասենք Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան Դանուբով, Շվեյցարիան Բազելի նավահանգիստով, Ռեյնով եւ այլն։ Մենք դա չունենք։ Մենք այդ խնդիրը պետք է լուծենք։ Հիմա խնդիրը լուծելու տարբերակը այնա, որ գոնե մենք նավանգիստ հասնելու համար մի երկիր ընդամենը հաղթարենք, ոչ թե երկու երկիր։ Երկու երկիրը դա արդեն եւս մեծ մի, այսինքն շատ լրջորեն բան է, այդ բեռնափոխադրման գինը ավելացնում է, իսկ դա նշանակում է երկու բան։ Դու քո ապրանքը, քո ծառայությունը դառնում է ոչ մրցունակ բանում արտաքին աշխարհում եւ հակառակը այնտեղից եթե ինչ-որ բան բերում ես սպառման համար դրանք էլ թանկ են նստում մեր բնակչության վրա այս երկու բանը պետք է հաղթարել հիմա եթե մենք թրիփը մենակ իրականացնենք մենք հայտնվում ենք մի իրավիճակի որտեղ մեր բոլոր ստրատեգիական կոմունիկացիաները կախված են Ադրբեջանից ու Թուրքիայից եւ մենք այնուամենայնիվ օրինակի համար Ինդոնեզիայի, չգիտեմ, Չինաստանի, Հնդկաստանի համար հետ առևտուր անելու համար պետք է երկու երկիր հաղթարենք, մինչև հասնենք նավահանգիստները։ Իսկ եթե մենք կառուցում ենք երկաթուղային անմիջական հաղորդակցություն Իրանի հետ, նշանակում է մենք դառնում ենք գոնե ուղղակի մի երկիր հաղթարող տենց անհրաժեշտության երկիր։ Հասկանալի, մենք իդեպ մեր նախորդ հարցազրույցում էլ սրան անդրադարձել ենք եւ ինձ ուզող հարցերը ես այնտեղ ձեզ ուղղել եմ այս բան պարոն Զուրաբյան։ Իշխանությունը իր խաղաքարտը դարձրել է իբրև թե խաղաղությունը, շատ լավ գիտենք թե իրենց խաղաղությունը ինչ է նշանակում, ոչ միայն գիտենք նաեւ մաշկի վրա ենք զգացել։ Այդուհանդերձ իրենք աճպարար են եւ կարողանում են պոպուլյար ձևակերպումներով փաթեթավորմամբ մի շերտի աճպարարության զոհ դարձնել։ Այդուհանդերձ դուք նշում եք որ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին կախված է Ալիևից։
Բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյան անձն է կախված Ալիևից, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով Հայաստանն էլ ունի կախվածություն Ադրբեջանից։ Հիմա, եթե դուք առաջարկում եք անձի փոփոխություն, իշխանության փոփոխություն, երաշխիք կա, որ հնարավոր կլինի այդուհետ դիմադրել ադրբեջանական սադրանքներին եւ պահանջներին առանց լրացուցիչ ռիսկերի եւ լարվածության։ Արդյոք անձի փոփոխությունը կարողանալու է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ադրբեջանից, որը առաջ է եկել այո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով։ Դե դուք ասացիք, որ Հայաստանը այսօր նրա վարած քաղաքականության պատճառով կախվածության մեջ է Ադրբեջանից, ճիշտ է։ Շատ լավ։ Իսկ կա ծրագիր այդ անձի մոտ այդ կախվածությունը հաղթարելու։ Որովհետև եթե այդ ծրագիրը չկա, դա նշանակում է մենք այդ կախվածության տակից երբեք դուրս չենք գա, ինչը Ադրբեջանը կօգտագործի մեր դեմ հաշվառնելով այն հանգամանքը, որ իրանք համակարգային հաճած պետություն են արդեն դարձել։ Այսինքն դուք ռեսուրսներ տեսնում եք դուրս գալու այդ կախվածությունից։ Ուրեմն իհարկե ռեսուրսներ տեսնում ենք, բայց նախ եւ առաջ պետք է լինի նպատակ կախվածությունից դուրս գալու, որը այս կառավարությունը չունի։ Ինքը չունի ծրագիր։ Եթե թրիպլ ենք վերցնում, թրիպը դա միակ կողմանի ծրագիր է, որը ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերին եւ մի շարք այլ երկրների շահերին, բայց ինքը չի լուծում Հայաստանի կախվածության հարցը Ադրբեջանից։ Իսկ եթե չի լուծում Ադրբեջանից կախվածության հարցը, դա նշանակում է, որ Ադրբեջանը միշտ կկարողանա մեզ պարտադրել նորանոր պահանջների կատարում։ Իսկ մենք պետք է դա հաղթահարենք։ Մենք կարող ենք ընդունել որոշակի պահանջների կատարում, ասել դե լավ, դուք կարող եք մեր տարածքով, չգիտեմ, բան անել, հաղորդակցվել Նախիջևանի հետ, Թուրքիայի հետ։ Շատ լավ։ Իսկ մենք մեր տարածքով, այդ նույն մեր տարածքով կարող ենք հաղորդակցվել Իրանի հետ։ Այս հարցը չէ, եթե դու այդ խնդիրը չես դնում, հակառակը անգամ թրիպի կարգավորմամբ այնպես ես անում, որ այդ բացառիկ իրավունքը այդ կոմունիկացիաների տնօրինման, կառուցման, պլանավորման պատկանում է մի ընկերությանը, որը 100 տարի շարունակ ունենալու է մեծամասամբ ամերիկյան բան, այդ փայատիրություն, դա նշանակում է, որ դու փակում ես։ Դա մի հատ կռան է լինելու, որը փակելու է ուղին դեպի Իրանը։ Հիմա իհարկե կարելի է ասել այդ ամեն ինչը կարող է փոխվի, որովհետև գիտենք, հիմա Ամերիկան արդեն պատերազմի մեջ է, ինտենսիվ պատերազմի մեջ է, որը խփում է նաև մեր շահերին եւ շատ լուրջ խնդիրներ առաջացնում մեր համար, մարտահրավերներ, ասենք կարելի է չէ ասել, դե լավ, վաղը կլինի շահական Իրան, օրինակի համար, եւ արդեն կլինեն պրոամերիկյան եւ այդ նույն ընկերությունը շատ հանգիստ այդ բաները կթույլ կտա կառուցել կամ չի թույլ տա, դա էլ չգիտենք, բայց ասենք դա կարող է իրավիճակը փոխվի, Գիտեք ինչ, ես համարում եմ, որ այդպես բաների վրա հույս դնելը անհեթեթություն է, նախ ես չեմ հավատում, որ Իրանում հնարավոր է շահական այդ միապետության վերականգնումը, որ այդ ժողովուրդը կընդունի նման բան, ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ այնուամենայնիվ արդեն մի հատ հեղափոխություն են արել դրա դեմ, եւ հեղափոխությունը այնպես չի, որ որևէ պատճառ չի ունեցել, այդ հեղափոխությունը ունեցել է պատճառներ, որտեղ այդ նույն դինաստիան եղել է շատ վատ ավարվել իրանական ժողովրդի հետ։ Բացի դրանից, քանի որ բազմաէթնիկ երկիր է Իրանը, այնտեղ պետք է ինչ-որ շատ լուրջ ցեմենտ, որ այդ ժողովրդին իրանական այդ ինքնության շուրջ պահում է։ Իսկ այսօր նման գլխավոր ինքնությունը դա կրոնն է, շիականությունն է, գումարած սպարսկերենը, որպես լեզու հաղորդակցման։ Հիմա լեզուն այդքան կարևոր ցեմենտող հանգամանք չի քրդերի, ադրբեջանցիների, բալուջների համար, որոնք ունեն իրենց լեզուն, բայց կրոնը
իսկապես Ցեմենտը։ ընդհանուր է եւ ցեմենտ է։ Կանխատեսումներ անելու մասին երբ խոսում եք, շատ կարևոր է հասկանալ, որ հենց այստեղ եւ նման իրավիճակներում է առավելապես կարևորվում ռազմավարական միտքը, հերուն տեսնելը, հա, որպեսզի քաղաքականությունը կառուցվի հատկապես այս հարափոփող եւ տեկտոնական շարժումների մեջ գտնվող աշխարհում ռազմավարական միտք, որը հնարավորինս ռիսկերը կչեզոքացնի, հա, եւ շատ հատկանշական է, պիտի մեջբերեմ սա, այսօր լսում էի Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականի հարցազրույցը, որը ժամանակ առաջ բոլորովին վերջերս ԱՄՆ-ում դեսպաններ Լիլիթ Մակունցի մասին է խոսքս եւ իրենց թույլ տված սխալների մասին երբ հարց հնչեց, ասում է մենք եւ հանրությունը եւ մենք իբրև իշխանություն մինչեւ 2020 թվականը սխալ պատկերացումներ ենք ունեցել մեր երկրի կարողությունների, տարածաշրջանի եւ ընդհանրապես մեր շուրջը եւ մեզնից հեռու կատարվող երևույթների Բայց ինչ նկատմամբ ասում մենք օրինակի համար Հայ ազգային կոնգրեսը այդ հիմարությունը չի ունեցել։ Բայց այստեղ ամենավտանգավորն այն է, որ իրենք իբրև իշխանություն ունեցել են այդպիսի սխալ Հա, պատկերացումներ, այսինքն ինքը խոստովանում են դա Այսինքն եւ իրանք պետք է իրականում դատապարտեն իրանց։ իհարկե եւ դա պիտի ունենար քաղաքական Հա։ հետևանքներ, չի ունեցել։ Բայց իմ հարցը նրա մասին է, որ սա վտանգավոր նախադեպ է հայաստանյան քաղաքական իրականության մեջ առաջ բերում, որ հաջորդի որևէ իշխանություն հանկարծ հայտարարի, որ իր բոլոր ձախողումները պայմանավորված են նրանով, որ մենք սխալ կանխատեսումներ ենք ունեցել կամ մենք սխալ ենք պատկերացրել մեր շուրջը եւ մեզնից հեռու կատարվողը։ Դե այդ ասեմ մենք չպետք է թերագնահատենք Փաշինյանին, ինքը ունի մի հատ հսկայական տաղանդ Հայաստանի պարտությունները իր իսկ վարած քաղաքականության պատճառով տեղի ունեցած պարտությունները շրջել ներկայացնել որպես իր հաղթանակը, իր ձեռքբերումը։ Ցավոք սրտի բավականին նշանակալից ինձ համար զարմանալի է, բավականին նշանակալից մասը մեր հասարակության այս բանը ոնց որ ասում են կուտը ուտում է եւ այս բանը ընդունում է։ Թե որովհետեւ ընդդիմությունը, պարոն Զուրաբյան, պիտի կարողանար հակառակը ապացուցել կամ այն իրողությունը, որը ապացուցման կարիք էլ չուներ, կարողանար ներկայացնել այնպես ինչպես որ Վատ է, որ ընդդիմությունը այնպեսին է լինում, ոնց որ հիմա է։ Նկատի ունեմ խորհրդարանական ընդդիմությունը։ Եվ վատ է, որ ընդդիմությունը լինում է պրիմիտիվ, հայդատական, ազգայնական եւ դրանով ուժեղացնում է Փաշինյանի տրամաբանությունն ու ասածը, որովհետեւ երբ որ դու ասենք սահմանազատման գործընթացը, որը ցախողման մի հատ գործընթաց էր, ասենք Փաշինյանի կողմից, քննադատում ես այն դիրքերից, որ ոնց կարելի էր հանձնել քարերը, որոնց ամեն մի քարը մեր արիամ տենց բանա թրջված է եւ այլն, ոնց կարելի է նման բան անել, դա պրիմիտիվ բանա, քննադատությունն է, ու ժողովուրդը չի ընդունում նման, որտեղ ձեր ձևակերպումը որն էր։ Այն էր, որ շատ սխալ ստրատեգիա կիրառվեց սահմանազատման, պետք էր գնալ ամբողջական սահմանազատման ճանապարհով, ընդունելով, որ այդ, ասենք, այդ 3 գյուղերը հետագայում կվերադարձվեն, բայց այն պայմանով, որ պետք է լինի ամբողջական սահմանազատում։ Դուք խոսում եք վատ որակի ընդդիմություն ունենալու մասին։ Ձեր առաջիկայի պայքարը նրա համար է, որ խորհրդարանում լինի լավ որակի ընդդիմություն, թե առհասարակ լինի իրական իշխանափոխություն։ Չէ, մեր նպատակն է իշխանափոխությունը, ծորվա իշխանությունը ըստ էության ունի Հայաստանը ոչնչացնելու ծրագիր։ Ուղղակի դա ուզում է անի ինչքան հնարավոր է ավելի հաճելի մեթոդներով մեր հանրության համար, այսինքն որ դա արվի ոչ թե ջարդերով, ոչ թե կոտորածներով, ոչ թե ցեղասպանությամբ, այլ արվի ընդունելով կամաց Ադրբեջանի եւ Թուրքիայի այդ քաղաքականությունը, ավելի շատ Ադրբեջանի ժողովրդագրական իրավիճակը փոխելու, Հայաստանի Հանրապետությունը իր ինքնությունից զրկելու մեթոդով։ Այս է ամբողջ բանը, մենք սա դեմ պետք է առնենք, իհարկե գնում ենք այս բանով, որ անպայման պետք է մենք այս մեր ինքնության վերացման ճանապարհը կասեցնենք, ընթացքը կասեցնենք,
Պարոն Զուրաբյան, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, պետք է հասկանալ, որ ընդդիմության միավորման խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ ազգի փրկության խնդիր է։ Հիմա, եթե ընդդիմությունը չի միավորվում, իսկ մինչև այս պահը մենք չենք տեսնում միավորում, համենայն դեպս տեսանելի չէ այդ միավորումը, նշանակում է, որ այդուհանդերձ իր քաղաքական ամբիցիաները շատ ավելի կարևոր են, քան ազգի փրկության հարցը, որովհետև այդ նույն ընդդիմությունը, որը Նիկոլ Փաշինյանին այո արդարացիորեն մեղադրում է երկիրը պետությունը կործանման տանելու մեջ, եթե դա կանխելու համար պատրաստ չէ իր ամբիցիաները հաղթահարել, ապա ո՞րն է իրենց եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը։ Չէ, ես ձեզ հետ համաձայն եմ, իդեպ մենք ոչ մի ախորժակ եւ ոչ մի ամբիցիա այդ առումով չունենք, մենք պատրաստ ենք միավորման ցանկացած բանի, այդ տարբերակի, որտեղ իհարկե մենք ներկայացված կլինենք որպես պայքարող ուժ, որովհետև մենք այդ բաներում ինչ որ ռեսուրս ունենք, այդ ռեսուրսը ընդհանրապես ուզում ենք դնել ընդհանուր գործի կատարման համար։ Հիմա մի բան է պատահել, ես ու դուք կարող ենք երկուսով միավորված, կազմակերպված ինչ որ մի չարիքի դեմ կռվել, բայց եթե չի ստացվում մեր միավորումը, պետք է առանձին փորձենք կռվել։ Դա ավելի վատ է, բայց այդ դրանով պայքարի իմաստը չի ավարտվում։ Եթե մեզ չի հաջողվում միավորվել, բայց մենք մեր աչքի առաջ ունենք հակառակորդ, որի դեմ ուզում ենք պայքարել, կռվել, մենք առանձին չկոորդինացված կկռվենք։ Բայց դա կլինի ինքնանպատակ կռիվ։ Չէ, ես Ո՞րն է համաձայն չեմ։ երաշխիքը, որ Ես համաձայն չեմ։ Դա ես ուղղակի մենք խոսում ենք ավելի արդյունավետ ու քիչ արդյունավետ պայքարի մասին։ իսկ գուցե մենք խոսում ենք Մեր ասածը արդյունավետ եւ ոչ արդյունավետ պայքարի մասին։ Հնարավոր է, որ վերջում այդպես էլ դուրս գա։ Համենայն դեպս մեզ համար ակնհայտ է, որ համախմբվելը արդյունավետ ավելի պայքարի ճանապարհ է, իսկ չմիավորվելը ավելի քիչ արդյունավետ պայքարի ճանապարհ է։ Բայց մենք գիտեք 88-ից պայքարի մեջ ենք գտնվում եւ մեզ համար սկզբունքային է ժողովրդին ճշմարտությունը հասցնել, տալ երկրի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, կրթամշակութային, գիտական, տեխնոլոգիական զարգացման ճիշտ ուղիները, խելամիտ ուղիները։ Իդեպ մեր շատ հնարավոր է, որ մեր բանը կարգախոսը հենց լինի այդ խելամիտ ուղի։ Ինչի՞։ Որովհետև գիտեք, մենք միշտ աշխատել ենք ռացիոնալ, իրատեսական, հաշվարկված, ռազմավարական լուծումներ առաջարկելու դաշտում։ Այդ դաշտը բավականին հեռու է հուզմունքներից, չգիտեմ, ցանկություններից, իսկ կա այդպիսի բան, ժողովուրդը ավելի շատ ղեկավարվում է, առաջնորդվում է հուզմունքով եւ շատ դեպքերում հատկապես նման կատաստրոֆիկ պարտություններից հետո, որ մենք ունեցել ենք 20-23 թվականներին, ժողովուրդը պատրաստ է ավելի շատ ընդունել պատրանքները, դա տրավմատիզացիայի հետևանք է, պատրանքներ, քան թե ռացիոնալ, հաշվարկված, տրամաբանական լուծումներ։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է ասենք դե լավ, քանի որ ժողովուրդը ավելի շատ պատրանքներ է սիրում, մի հատ սիրունել պատրանքել, մենք էլ հանենք շուկա ու վաճառենք ժողովրդի վրա։ Մենք դա չենք անելու։ Մենք այնուամենայնիվ միշտ առաջարկելու ենք ռազմավարական լուծումներ, այսինքն խելամիտ ուղի։ Խելամիտ ուղին մեզ մոտ, մեր կարգախոսի մեջ մարմնավորելու է ամեն ինչ, եւ մեր հակվածությունը տեխնոլոգիական զարգացման, եւ մեր հակվածությունը ռազմավարական լուծումների, եւ մեր հակվածությունը իրատեսական, տրամաբանական լուծումների, էտա մենք համարում ենք, որ խելամիտ ուղին այնա ինչ որ մեր ժողովրդին պետք է։ Ոչ թե ուռա գնացինք այս ուղությամբ, այն ուղությամբ եւ այլն, անգամ խաղաղության դեպքում մենք առաջարկում ենք խելամիտ ուղի։ Այն ուղին, որ առաջարկում է Փաշինյանը, խելամիտ ուղի չի։ Դուք ասում եք մենք առաջարկում ենք խաղաղություն առանց ադրբեջանացման։ Առանց ադրբեջանացման։ Ու մենք
Նաև տալիս ենք բանը լուծման տարբերակներ այդ երկաթուղու այդ շատ կարևոր բան է, դա մեխ է։ Մենք առաջարկում ենք այդ աշխարհաքաղաքական բալանսի վերականգնումը անունը դրել ենք Trip+ BRICS, որովհետև տեսեք ինչ որ հիմա կատարվում է, երբ որ Ադրբեջանը ներողություն Իրանը հիմա այս պատերազմի մեջ է, հիմա արդեն խփել է բանին Իրանական անոթաչ Ադրբեջանին Նախիջևանի նավականին իդեպ Ես ձեզ ասեմ, ես չգիտեմ, դուք եթե այդ բանի իսլամական պահապանների այդ կորպուսի հայտարարություններին հետևեք, այնտեղ նաև գրված է, որ Հայաստանը կարող է հայտնվել թիրախում, որովհետև հենց այս թրիփի պատճառով, այս թրիփի, այս ամերիկացիների հետ, այս համագործակցության ծրագրի պատճառով։ Հիմա հարց է ծագում. Բա մենք չենք ասում, որ միակողմանի աշխարհաքաղաքական լուծումները մեր երկիրը վտանգի տակ են դնում։ Ասում էինք, այն ինչ որ մենք առաջարկում ենք, նորից եմ ասում, դա խելամիտ ուղի է։ Երբ որ դու փորձում ես Հայաստանում գոնե ներդաշնակեցնել աշխարհաքաղաքական շահերը, որտեղ դա արդեն խաղաղության երկարաժամկետ ավելի ապահովված հեռանկար է քեզ տալիս։ Այս ամենը ինչի համար եմ ասում։ Մենք առաջարկում ենք խելամիտ ուղի։ Ով Փաստորեն այս իրավիճակում ով հավատում է խելամտությանը, ով հավատում է տրամաբանությանը, ով հավատում է ռազմավարական, ինչ ասեմ, արվեստի անհրաժեշտությանը, այդ մարդիկ պետք է գան մեզ հետ։ Ով չի հավատում, բան չունենք ասել։ Գնացեք ով ուզում է հեքիաթ ընտրել, էվտանազիա ընտրել, հաճույք ընտրել, Ձեր նշած շերտը միշտ փոքրամասնություն են, որոնց ցանկացած երկրում ցանկացած ազգի դեպքում։ Բայց մենք չենք կարող ուրիշ կերպ վարվել։ Մենք չենք կարող հիմար բաներ առաջարկել մեր ժողովրդին։ Չենք կարող։ Այսինքն դուք այս իրավիճակում ոչ միայն ելքեր տեսնում եք, այլ նաև խելամիտ ելքեր եք տեսնում։ Մենք առաջարկում ենք հենց դա միշտ եղել է մեր, եթե ուզում եք իմանալ 88-ից սկսած միշտ եղել է մեր ստրատեգիան։ Մենք պիտի խելամիտ վարվենք։ Այն ժամանակ էլ չէ կարելի 88 թվին էլ այդ նոր պրագմատիկ այդ շարժման բախումը հայդատական այն տրադիցիոն հայկական ազգայնականության հետ կար այդ բախումը, որտեղ մենք ասում ենք, որ բանա մենք հիմա ունենք այս ռեսուրսը ու կարող ենք հասնել, ասենք, Ղարաբաղի ազատագրմանը։ Բայց ոչ ավելին։ Հետաքրքիր մի դիտարկում հայ հեղափոխական դաշնակցությանը թիրախավորում են եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ այս իշխանությունները եւ դուք։ Լավ, հիմա այսինքն դուք կարող եք, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը չի սիրում դաշնակցությունը, դա մեզ համար դաշնակցությունը պետք է դառնա սուրբ կող, որին չի կարելի ձեռ տալ։ Ես ընդհանրապես հարցրի։ Այսինքն քաղաքական ուժ, որը կարող է նաև մեր կողմից ենթարկվել քննադատությանը, բայց ես հիմա անգամ իրանց մասին չեմ խոսում, ես խոսում եմ ավելի փիլիսոփայական իմաստով, որ պետք է այդ ռազմավարական պրագմատիկ մոտեցումները տարանջատել հուզումնալից հայդատական երազանքներից։ Հասկանում եք, իդեպ Նիկոլը դա չի անում։ Մենք ոչ չենք ասում բանա գնանք ինքնության կորստի ճանապարհով։ Մենք չենք ասում եկեք հարձակվենք եկեղեցի վրա։ Իդեպ դրա համար մենք դաշնակցության հետ միասին գնում ենք պաշտպանելու հայ առաքելական եկեղեցուն։ Չէ՞։ Այնպես չի որ մենք դաշնակցության վրա հարձակվում ենք։ Թափս վերջին ժամանակում ես չեմ էլ տեսել նման բան, որ մենք հարձակվենք դաշնակցության հետ, մենք հանդիպեցինք վերջերս իրանց առաջարկով, իրանց նախաձեռնությամբ, իրանք եկան մեր գրասենյակ, նստեցինք, Իշխան Սաղաթելյանն էր, չգիտեմ, Գեգամ Մանուկյանը, մենք էլ մեր դելեգացիայով նստեցինք, խոսացինք շատ հանգիստ, խոսեցինք, թե ինչ ընդհանուր մարտահրավերներ ունենք եւ ինչ կարելի է անել այդ մարտահրավերներին դիմանալու համար։ Այսինքն մեզ համար ինչ որ ինքնանպատակ չի դաշնակցությանը քննադատել, թիրախավորել եւ այդ հարցում դառնալ ոնց որ դուք ակնարկեցիք, ասենք համերաշխ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Չէ, ամենևին դա չի ուզում։ Չկա, այսինքն գիտեք ամեն հարցում
մենք պետք է հասկանանք, այո, դա մենք չենք ընդունում հայդատականությունը, պրիմիտիվ բանը տենց պոպուլիստական ազգայնականությունը չենք ընդունում, որովհետև մենք համարում ենք ու դրա համար էլ հաղթեցինք Ղարաբաղի պատերազմում, որովհետև մենք մեր առաջ դնում ենք ռազմավարական պրագմատիկ նպատակներ։ Մենք այդ ժամանակ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք կառուցում հանուն այդ նպատակի, որ մենք կարողանանք Ղարաբաղը ազատագրենք։ Եվ դա շատ ճիշտ մոտեցում էր ու ինքը աշխատեց։ Պաստորեն, պարոն Զուրաբյան, բայց մենք չենք էլ ասում, որ եկեք բանա, ուրեմն ինքնությունից հրաժարվենք, ընդհանրապես գրանք հանձրվենք բանի Ալիևի եւ Էրդողանի ողորմածությանը։ Ինչ որ անում է Փաշինյանը։ Մենք ասում ենք ընտրենք խելամիտ ուղին։ Պարոն Զուրաբյան, սրանով կուզեի ավարտել, բայց այդուհանդերձ Պաստորեն, երբ ՀԱԿ-ը խոսում է համախմբման մասին, նաև գետնի վրա տալիս է դրա օրինակը, ճիշտ հասկացա։ Նկատի ունեք քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումների մենք 2 տարի զբաղվել ենք, ձեզ քանի հարցազրույց եմ տվել համախմբման մասին եւ այլն, մենք հանդիպել ենք բազմաթիվ ուժերի հետ, մենք առաջարկել ենք, գիտեք ինչ է, մենք առաջարկել ենք շատ ընդունելի մոդել, որ այդ լիդերության հարցը կարող էր շրջանցել այդ կոմիտեի մոդելը եւ այլն, մենք դա արել ենք, բայց տեսանք, որ իրականում գնացին տենց մի քանի բևեռի ձևավորման բանով, այսինքն ինչ է, երբ որ դուք մի քանի բևեռ ես ձևավորում, դու լուծում ես ընդհանրապես պարլամենտ անցնելու հարց։ Այդ մեզ համար մեզ այդ չի հետարքիր։ Մեզ հետարքիր էր մի կարևոր բևեռի ձևավորում։ Եթե կարանք դա անենք, ու կլինի դա, կանենք։ Եթե չէ, ուրեմն հա, գնանք տենց բանով ամեն մեկը իր ջոկատով իր գումարտակով գնանք կռվի ոչ կոորդինացված ավելի քիչ արդյունավետ մենք նոր շոշափեցինք այդ թեման բայց մեկը կռիվը պետք է ու մենք գնալու ենք նորից եմ ասում որովհետև մենք ունենք այդ խելամիտ ուղին որը պետք է առաջարկվի մեր ժողովրդին Բայց եթե չի առաջարկվում, դրանից ժողովուրդը շահում է, չի շահում։ Հետևաբար մենք գնալու ենք այդ ուղղությամբ։ Եվ ես վստահ եմ, որ եթե ներկան, եթե մենք կարողանանք հասկանալի, հասանելի մեր հանրության համար հասկանալի, հասանելի ձևակերպենք այն նպատակները եւ այն մեթոդները եւ այն ծրագրերը, որ մենք ուզում ենք անենք, մենք կարող ենք շատ մեծ հաջողության հասնել։ Ես պատրաստ եմ այդ գործի համար։ Դրա համար էլ Հայ ազգային կոնգրեսը ինձ ընտրել է իր վարչապետի թեկնածուն։ Ես պատրաստ եմ անգամ դրան, որ մենք գնանք, ասենք, այն տարբերակի, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակը բացվի որևէ դե ֆակտո դաշինքի համար։ Այսինքն մենք գնանք այդ ցուցակով, մենք պահպանենք կարևոր ուղղությունները, որոնց մասին մենք այս ամբողջ զրույցում խոսեցինք, բայց այնտեղ ընդգրկենք մարդիկ, որոնք ընդունում են ռազմավարական մտածողությունը, այդ իրատեսականությունը, ընդունում են, որ մենք պետք է այս կողմնորոշումների հիբրիդային պատերազմից զերծ մնանք, մենք պետք է բոլորի հետ որպես անկախ երկիր խոսենք։ Բալանսավորված այդ բառը արդեն աղավաղել են եւ վարկաբեկել են, հա։ Հա, Փաշինյանը գնում է մեզ բերում է 10 պարտություն, որ այդքան կոնֆլիկտ ենք ունեցել Ադրբեջանի հետ, կործանարար։ Ու ասում է, այս խաղաղություն է բերել։ Գնում է խզում է հարաբերությունները ըստ էության Ռուսաստանի հետ, միակողմանի հայ բանա ադրբեջանա-թուրքական ամերիկյան տենց մի հատ բանա բռնում, քաղաքականությունա բռնում, անունը դրել է բալանսավորված։ Բառերը արդեն դարել են խաբուսիկ։ Համար ես բալանսավորված բառը չեմ ուզում օգտագործեմ։ Ես ասում եմ մենք անկախական ենք։ Մենք այս երկրի անկախությունը նվաճել ենք, մեր կուսակցությունն է առաջնորդել, մեր շարժումն է առաջնորդել այս երկիրը դեպի անկախություն, եւ մենք այս անկախության
պահապաններն ենք ինչ-որ իմաստով և հիմա էլ պատրաստ ենք այդ դերը կատարել։ Անկախության հարստությունը և իմաստը հենց դրա մեջ է, որ ոչ թե դու ինչ-որ մեկի սատելիտն ես դառնում, ինչ-որ մի բլոկի, դու ռուսների հետ էլ ես գտնում համագործակցության ճանապարհներ, օրինակ ատոմային էներգետիկայի կամ անվտանգության, դու գտնում ես Ֆրանսիայի, Ամերիկայի հետ նույն անվտանգության հարցերում համագործակցության ճանապարհ, կուտակային բանի այդ հզորությունների էներգետիկա կառուցելու ուղղությամբ, որում իրանք շատ ուժեղ տեխնոլոգիաներ ունեն։ Դու Իրանի հետ ես համագործակցում, որը շատ լավ տնտեսական պարտնյոր կարող է լինի։ Նաև անվտանգության հարցերում մենք կարող իրանք բավականին հիմա այս պատերազմն էլ ապացուցում իրենք բավականին լուրջ ռազմատեխնիկական մակարդակի են հասել։ Իսկն բոլորի հետ մենք պիտի Չինաստանի, Հնդկաստանի, բոլորի հետ մենք պիտի խոսենք։ Մենք անկախ երկիր ենք։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հասցրել է նրան, որ երբեք Հայաստանը այսքան ինքնիշխան երկիր չի եղել, քան հենց իր օրոք։ Հասցրել է դրան։ Ու իր ծրագիրն էլ այդ բանա ինքնիշխանության կորստից ճանապարհ է։ Մենք ասում ենք, ախպեր ջան, մենք կարանալու ենք, հիմա այդ հարցի պատասխանը չեն տալիս, Մենք կարող ենք երկաթուղի կառուցենք դեպի Իրան։ Թե այլևս այդ ինքնիշխանությունը չունենք։ Չնայած դուք այդ պրոտոկոլում 17 անգամ գրել եք ինքնիշխանության բառը։ Այդ արդեն կասկածի է տալիս, երբ որ դու այդ մի բառը 17 անգամ գրում ես, դա նշանակում է ինչ որ ուզում ես թաքցնես ինքնիշխանության կորուստը։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան, հուսանք, որ հունիսից հետո բառերի իրական արժեքը եւ նշանակությունը կվերադարձնեք քաղաքական ուժերդ։ Շատ լավ մաղթանք էր եւ ես ուզում եմ, որ մեր խելամիտ ուղին նաեւ դեպի այդ նպատակների իրագործումը իրականացվի։